Բարև ձեզ։ Առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ուսանողության միջազգային տոնին նախընթաց կազմակերպել է երիտասարդական մրցույթ։ Մրցույթի հայտերը արդեն ընդունված են, նպատակը մեկն է երիտասարդների գաղափարները եւ նորարարական առաջարկները դարձնել երկրի զարգացման գործնական ուղենիշ։ Այս ամենի մասին խոսելու ենք Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մեծ սիրով։ Եվ այսպես առաջարկները արդեն ընդունվել են։ Ինչ տպավորություն ունեք մասնակցության առումով եւ հատկապես առաջարկների մասով։ Նախ օգտվելով ընձեռված հնարավորությունից, քանի որ այսօր նոյեմբերի 17-ն է, ուսանողության միջազգային օրն է նշվում ամբողջ աշխարհում, ես ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեր բոլոր ուսանողներին, իրենց տոնի առթիվ, մաղթել, որպեսզի իրենք գիտակցեն այն հզոր ներուժի արկայությունը, որը իրապես ունեն իրենք, իրականում իրենց համար կյանքի ճանապարհ հարթելու ուղղությամբ, որովհետև հենց հատկապես այս ժամանակաշրջանը յուրաքանչյուրի կյանքում բեկումնային է լինում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ այլ կրթական հաստատություններում ուսանելու տարիները, ուզում եմ ջերմորեն բոլորին շնորհավորել եւ հաճելի եւ բովանդակալից ուսանողական կյանք մաղթել։ Սա այս մասով, իսկ ինչ վերաբերվում է մրցույթին, ապա պետք է ասեմ, որ նոյեմբերի 3-ին, այո, առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակներում Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ հայտարարված մրցույթի արդյունքները այսօր արդեն հայտերի ընդունումը այսօր արդեն ավարտվել է եւ ես պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ այն աննախադեպ ակտիվությունից, որը արձանագրվել է այս օրերի ընթացքում։ Մենք 400-ից ավել հայտեր ենք ստացել եւ պետք է ասեմ, որ բնականաբար այսօր նոր միայն սկսել են ուսումնասիրման աշխատանքները, բայց արդեն իսկ հպանցիկ հայացքը բավական է հասկանալու համար, թե քանի տասնյակ կամ հարյուրավոր իսկապես բանիմաց եւ գրագետ առաջարկներ արդեն իսկ կան ներկայացված։ Առաջարկները Հայաստանից են, թե նաեւ արտասահմանից։ Մենք մասնակցության հայտեր ստացել ենք ոչ միայն Երևանից, հանրապետության բոլոր մարզերից, նաև Սփյուռքից, ինչպես նաև ինձ համար հետաքրքիր մեկ փաստ եմ արձանագրել, որի մասին արդեն կարող եմ բարձրաձայնել, որ նաև արտերկրի շատ հեղինակավոր բուհերից ենք ստացել առաջարկներ, այդ թվում նաև արտասահմանցի ուսանողներից, ովքեր իրենց ընկերների միջոցով, արտերկրում ուսանող հայ ընկերների միջոցով տեղեկացել են այս մրցույթի մասին եւ իրենք եւս ներկայացրել են աշխատանքներ, որովհետեւ իրականում աշխարհի գրեթե բոլոր երկրներում երիտասարդներին հուզող խնդիրները նույնն են։ Հիմա այս մրցույթի հայտարարման հիմքում մենք դրել ենք մի քանի ուղենիշ, որոնց շրջանակներում ներկայացրել են ուսանողները, երիտասարդները 16-ից 35 տարեկան երիտասարդները ներկայացրել են իրենց աշխատանքները, դրանք բնականաբար այն խնդիրներն են, որոնք վերաբերում են երիտասարդների ուսման հնարավորություններին, հետագայում նաև աշխատանքի հետ կապված հարցերին, առողջ ապրելակերպի թեմաներին, ինչպես անել, որպեսզի հատկապես երիտասարդության շրջանում կանխվի արտագաղթը, կամ ինչպես անել, որպեսզի արդեն իսկ արտագաղթած երիտասարդները հետ վերադառնան Հայաստան։ Թմրամոլդության դեմ պայքարի շատ այսպես ծանրակշիռ ծրագրեր են ներկայացրել երիտասարդները։ Գաղափարը եւ նպատակը այս նախաձեռնության իրականում մեկն էր, որը որ հենց առաջին իսկ վարքյանից Գագիկ Ծառուկյանի կողմից սիրով ընդունվեց եւ ընթացք տրվեց նրա կողմից այս ծրագրի իրականացմանը, մրցույթի իրականացմանը, դա հենց այն է, որ ով, եթե ոչ հենց երիտասարդները գիտեն, թե ինչ խնդիրներ են առկա հատկապես իրենց ոլորտում, հա, իրենց կյանքի հենց հատկապես այս этапում։ Հասկանում եմ, որ դեռ չեք հասցրել նայել բոլոր առաջարկները, իսկ ընդհանուր տպավորություն կա, թե մեծապես ինչ թեմա է մտահոգում հայ երիտասարդությանը։ Տեսեք, առաջին հերթին ինձ այս ամբողջ գործընթացի մեջ դուր է գալիս այն հանգամանքը, որ երիտասարդները փաստորեն անտարբեր չեն եւ դրա մասին վկայում է հենց հայտերի նման աննախադեպ մեծ քանակը, որովհետեւ այո, իրականում մենք այո ակնկալում ենք, որ մասնակցությունը կլինի, որովհետեւ տարբեր տարիներին Ծառուկյան բարեգործական հիմնադրամը տարբեր միջոցառումներ իրականացրել է երիտասարդների հետ կապված եւ մշտապես ակտիվ են եղել մեր երիտասարդները, բայց քանի որ այս դեպքում կային հստակ չափորոշիչներ, որոնք առաջ էին քաշված, հստակ թեմաներ,
մենք մտածում էինք, որ միգուցե ավելի սակավ լինի հետաքրքրվածությունը, բայց 400-ից ավելի աշխատանք, սա շատ մեծ թիվ է։ Ինչ վերաբերվում է բովանդակային մասին, բնականաբար կարծում եմ դեռ հանդիպելու առիթներ կլինեն, որովհետև մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ հեղինակավոր մրցութային հանձնախումբը պետք է ուսումնասիրի այս աշխատանքները։ Այսօր արդեն հրապարակվելու է մրցութային հանձնաժողովի կազմը, այս պահին այսպես էքսկլյուզիվի կարգով կարող եմ նաև ձեր եթերում հնչեցնել մրցութային հանձնաժողովի կազմը, որտեղ ընդգրկված են հեղինակավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, Արա Այվազյան, արտաքին գործերի նախկին նախարար, Տիգրան Հեքեքյան, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, Արա Գևորգյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգահան, Գայա Արզումանյան, երգչուհի, մենք նաև ունենք մի քանի տասնյակ առաջարկներ հատկապես Արցախի մեր երիտասարդներից, օլիմպիական չեմպիոն Արտուր Ալեքսանյանը, Հրիփսիմե Խուրշուդյանը, մեր սիրված մարզուհին, Լուիզա Սարգսյան, ամբիոնի վարիչ, ռուսաց լեզվի մասնագետ, մի խոսքով հանձնախմբի աշխատանքները համակարգելու եմ ես, հանձնախմբում ներգրավված է նաև Հայաստան-Արցախ երիտասարդական միության նախագահ Լիաննան Մանուկյան, հանձնախմբի քարտուղարն է, մի խոսքով նաև այո, եւ ավելացնեմ նաև 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Եղյանն է ընդգրկված հանձնախմբի աշխատանքներում, ով այսօր որպես օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական օլիմպիական կոմիտեում համախմբում է եւ համակարգում է վիրավորում ստացած մեր զինվորների մարզվելու աշխատանքները, նաեւ ինքն է ներգրավված, մի խոսքով բոլոր այս ոլորտների ներկայացուցիչները, այս հեղինակավոր մասնագետները օրեր շարունակ ուսումնասիրելու են 400-ից ավել հայտերը, առանձնացնելու են լավագույնները եւ այս շաբաթ նաեւ պարոն Ծառուկյանն իր հայտարարությամբ ընդգծեց, որ ոչ միայն սահմանված անվանակարգերը, նաեւ մրցութային հատուկ բյուջե է ինքը ավելացնելու, նաև հատուկ նորարարական լուծումներ, հետաքրքիր գաղափարների հեղինակներին։ Ինչ անվանակարգեր են ընդգրկված եւ բացի դրամականից այլ նվերներ լինելու են։ Շակերտները շատ այսօր չեն բացելու, որովհետեւ բազմաթիվ անակնկալներ են սպասվում։ Մենք պլանավորում ենք մեծ մրցանակաբաշխության արարողություն կազմակերպել, որտեղ որ լավագույնները կպարգևատրվեն, կստանան խրախուսական մրցանակներ, մասնակցության հետ կապված խրախուսական մրցանակներ, որովհետև այստեղ կարևոր է յուրաքանչյուրին արժևորել, որ երիտասարդները իրենց անտեսված չզգան, քանի որ կա այս էնտուզիազմը, այս հետաքրքրությունը ներկայացնելու ծրագրեր, մենք ուզում ենք, որպեսզի այս ոգևորվածությունը շարունակական լինի, որտեղ ծրագրերն իրականում բազմաթիվ են լինելու եւ ամենահետաքրքրականը այս նախաձեռնության նա է, որ դուք գիտեք, որ պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը կազմվելու է հենց յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված ծրագրերի հիման վրա, այսինքն եթե մենք պետք է ունենանք երիտասարդության հետ կապված բլոկ, հենց այդտեղ ներգրավված են լինելու առաջարկ Հայաստանին այս մրցույթի շրջանակներում ներկայացված աշխատանքները, բնականաբար հեղինակների ցանկությամբ այդ ծրագրերը, այդ առաջարկները ներկայացված են լինելու։ Անվանակարգերից 3-ը կարող ենք թվարկել։ Իհարկե, մենք արդեն իսկ վաղօրոք հայտարարել էինք 6 անվանակարգեր, որտեղ որ ներկայացված պետք է ներկայացնեն աշխատանքները, մեր ուսանողները դրանք են երիտասարդների ուսման հնարավորությունների բարելավում, այս անվանակարգում են աշխատանքներ ներկայացված, երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրը, ինչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում, ինչ անել, որպեսզի երիտասարդները վերադառնան Հայաստան, ովքեր որ արտագաղթել են, ինչպես նաև առողջ սերունդ, ինչպես մասսայականացնել սպորտը հատկապես երիտասարդության շրջանում եւ պայքար թմրամոլության դեմ։ Սրանք թեմաներ են, որոնց շրջանակներում ներկայացվել են ծրագրերը եւ որոնք որ համապատասխանաբար լինելու են անվանակարգեր։ Նորարարական, կրկնում եմ, հետաքրքիր, առաջադեմ ծրագրերի համար եւս սահմանված են լինելու հատուկ մրցանակներ։ Ինչ է լինելու հաջորդ քայլը մրցույթի ամփոփումից հետո։ Գեներացվելու է գաղափարները, առողջ փորձագիտական քննարկում միգուցեև, թե կոնկրետ նախագծերի ֆինանսավորում է լինելու։ Տեսեք, բազմա վեկտոր է այս ծրագիրը, որովհետև հիմա սա ընդամենը
մեկնարկային փուլն է, հա, որտեղ որ հավաքագրվում են այդ գաղափարները։ Լավագույն գաղափարների հեղինակները բացի պարգևատրվելուց, նաև այդ գաղափարները ընդգրկվելու են առաջարկ Հայաստանին ծրագրում։ Եվ քանի որ մենք ունենք շատ այսպես արդյունավետ գործակցություն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, բնականաբար հատկապես առողջ ապրելակերպին, թմրամոլության դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման գործում բնականաբար նախատեսում ենք նաև համատեղ ծրագրեր իրականացնել, քանի որ գիտեք, որ նաև մարզաշխարհի տասնյակ հեղինակավոր ներկայացուցիչներ ստորագրել են մեկ համատեղ հայտարարության տակ, որտեղ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու թմրամոլության դեմ պայքարի գործընթացին։ Սրանք փոխկապակցված, հա, այսպես միահյուսված գործընթացներ են, բայց որի գաղափարը մեկն է՝ ունենալ առողջ երիտասարդություն, ունենալ կիրթ երիտասարդություն եւ ունենալ առաջադեմ, այո, երիտասարդություն, որը որ մեր ապագան է եւ բնականաբար ինչպես տնտեսության, այնպես էլ պետության զարգացման հիմքում ընկած են հենց երիտասարդները։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանի խոսքում կա շեշտադրում արդարության վրա։ Մեր երկրին մեծ արդարություն է պետք։ Կարող ենք ասել, որ այս ծրագիրը նաև արժեքային ուղերձ է ոչ միայն երիտասարդությանը, այլ ամբողջ հանրությանը։ Տեսեք, պարոն Ծառուկյանը ոչ միայն իր հայտարարություններում վերջին շրջանի անընդհատ նաև մասնավոր զրույցներում պարտադիր նշում է արդարության գաղափարի, այսպես արմատավորման անհրաժեշտությունը եւ այս մրցույթով եւս մեկ անգամ մենք ապացուցելու ենք այդ ճշմարտացիությունը, որովհետեւ իրականում բացարձակ օբյեկտիվ այսպես ուսումնասիրությունը մեզ սպասվում։ Հանձնաժողովի անդամներին տրվելու են աշխատանքները, 1-ից 10 բալային սիստեմով այդ աշխատանքները գնահատվելու են եւ հետագայում այդ բալային համակարգի հանրագումարով ընտրվելու են հաղթողները։ Եթե պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարում է, որ ինքը անձամբ 100%-ով երաշխավորում է այս մրցույթի արդարությունը, այլ կերպ չի էլ կարող լինել, երկրորդ կարծիք չի կարող լինել եւ քանի որ հատկապես երիտասարդները իրենց կյանքի այս փուլում իրականում լինում են դեպքեր, երբ բախվում են այդ անարդարությանը, մենք ուզում ենք այս օրինակով ցույց տալ, որ ամեն ինչ չի, որ այդպես է միշտ լինում եւ իրականում արդարությունը մշտապես հաղթող է լինելու։ Եվ չեմ կարող չհարցնել արձանի շինարարական ընթացքի մասին, որ փուլում է։ Տեսեք, սեպտեմբերից, երբ արդեն մենք հայտարարեցինք, որ գործընթացը մեկնարկել է եւ հայտարարեցինք կամավորագրման գործընթացի մեկնարկի մասին, աննախադեպ քանակի հայտեր եւ մասնակցություն ենք ունեցել այս ամիսների ընթացքում, անգամ 2 օր առաջ անկախ եղանակային անբարենպաստ պայմաններից շուրջ 200 կամավորներ հատիսի գագաթին մասնակցել են Քրիստոսի արձանի շինարարությանը եւ դեռ այս օրերին էլ մենք շարունակում ենք ցանկություն հայտնողներից զանգեր ստանալ, հայտեր ստանալ եւ այս գործընթացը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, որովհետեւ իրականում բոլորի ցանկությունը շատ մեծ է խորհրդանշական մասնակցություն ունենալու, մեկ դույլ շաղախ լցնելու, ինչ որ մի քար դնելու եւ իր մասնակցությունը ունենալու այս հիրավի ազգային կառույցի կենսագործմանը։ Ընթացքի մեջ է, շարունակական գործընթաց է, աննախադեպ տեմպերով շինարարությունը առաջ է գնում, ոգևորվածությունը շատ մեծ է մեր հայրենակիցների կողմից, բազմաթիվ այցելուներ ենք ունենում նաև արտերկրից, ովքեր նախորդային ընդամենը Գերմանիայից ժամանած հյուրեր ունեինք, ովքեր հատուկ Հայաստան էին եկել խորհրդանշական շինարարության աշխատանքներին մասնակցելու, հավաստագիր ստանալու, որպեսզի նաև իրենց սերունդներին պատմեն, որ իրենք մասնակից են դարձել պատմական այս իրադարձությանը, մի մասն են դարձել պատմության կերտմանը։ Օդերհավանները կանխատեսել են ջերմ նոյեմբեր, բնականաբար այս ընթացքում աշխատանքները կշարունակվեն, իսկ եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է ինչ-որ մի պահ կանգ առնեն աշխատանքները։ Բնականաբար շատ կարևոր են եղանակային պայմանները, որովհետև շինարարությունը ընթանում է 2500 մետր բարձրության վրա, բայց պարոն Ծառուկյանի կողմից կատարված հստակ հանձնարարական, որ պետք է անել հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, անգամ ձմռան ամիսներին գործընթացը չկասեցնելու եւ ներքին հարդարման աշխատանքները շարունակելու համար այն դեպքում, երբ որ եղանակային պայմանների պատճառով անհնարին կլինեն դրսի աշխատանքներ իրականացնել, դրանք իրականացվեն այսպես ներքին հարդարման աշխատանքների շրջանակներում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այս մրցույթը պարզապես նախաձեռնություն չէ, այն փորձ է վերադարձնելու վստահությունը, ապացուցելու, որ արդար խաղի կանոններով հնարավոր է ստեղծել նոր Հայաստան։
Երիտասարդական մրցույթի մանրամասների եւ ոչ միայն խոսում էինք Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Ցտեսություն։